Իրապես Տիրոջը փառք եմ տալիս այս առիթի հնարավորության համար, որ կարող ենք տերունական օրերը կտրվել ամեն ինչից, այն թող բոհից, աշխարհի ընթացքից, վասքից, ուղղակի գալու միասին Տիրոջը աղոթելու, Տիրոջը մեծարելու, Տիրոջը փառավորելու։ Սա այն փափագն է իրապես, որ ամեն մի քրիստոնյա ճշմարտապես պետք է ունենա, ինչու որովհետև եթե Քրիստոսինն ես, ցանկություն ունես եկեղեցու հետ ինչ անելու, ժամանակ անցկացնելու, եկեղեցու հետ միասին Տիրոջը պաշտելու։ Դա մի բան է, որը որ կարիքը չկա, որ ինչ որ մեկը քեզ անդադար պետք է հիշեցնի, այլ դու ինքդ ես առիթ փնտրում, որպեսզի միաբանությամբ մեկտեղ գաս եւ Տիրոջը խոսքի շուրջ մտորես, միաբանությամբ աղոթես, միաբանությամբ խորհես Աստծո խոսքի շուրջ եւ մեկս մյուսին բարձրացնելով Տիրոջը նմանվենք։ Բայց երբ որ մենք ինքներս մեր ցանկությունն ենք, մեր եսն ենք փորձում առաջ բերել, մեր տրամաբանությունն ենք առաջ բերում, ուտեղից գալիս են խնդիրները, ինչու, որովհետեւ ոչ թե այդ ժամանակ Տիրոջինն ենք փնտրում, այլ մերն ենք փնտրում։ Ոչ թե խոնարհաբար դիմացինին ենք բարձրացնում, այլ մեր անձն ենք բարձրացնում, որպեսզի ցույց տանք, որ մենք մնացածից արդար ենք կամ մնացածից ավելի լավն ենք։ Դա չէ այն օրինակը, որ Տեր Հիսուս Քրիստոս տվեց։ Սակայն իրավունք ուներ լիարժեք կերպով ներկայացնելու կամ ներկա գտնվելու, որովհետև ամենաթանկն էր, ամենակարևորն էր, ամենամեծն էր։ Մեկը չկար Տեր Հիսուս Քրիստոսի նման երկրագնդիս վրա, բայց ինքը երբեք ինքն իրեն այդ ձև չներկայացրեց, այլ հակառակը խոնարհ կերպով եկավ։ Սկզբից նայեք ծնունդից մինչև կյանքի ողջ ընթացքը։ Եվ սա այն լավագույն օրինակը, որին որ մենք պետքա ծառայենք, որին որ պետքա նմանվենք։ Մեր օրինակը մեր կողքինը չի։ Ես չպետք է ասեմ, եթե այս մեկը այս ձև է վարվում, բա ես ինչի այդ ձև չեմ վարվում եւ այլն եւ այլն։ Որովհետեւ եթե տրամաբանությամբ ենք առաջնորդվում, սիրելիներ, կսկսենք մեզանից ավելի, այսև ասած, վատ վարք ունեցողների հետ համատվել եւ այդ տրամաբանության մեջ մենք լավը կլինենք։ Ինչի՞ չէ որ։ Մեզանից միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր որ ավելի վատն են մեր տրամաբանության շրջանակում։ Ավելի տկար են, ավելի թույլ են հոգևոր առումով, ավելի քիչ են ծառայում եւ այլն եւ այլն։ Այսինքն, երբ որ ես սկսում եմ ինքս ինձ համեմատել իմ տրամաբանության մեջ ավելի վատ վարք ունեցողի հետ, իմ անձս ինչ եմ անում, բարձրացնում եմ։ Բայց եթե սկսենք համեմատվել Քրիստոսի հետ, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Մենք կհասկանանք ինչ կարգավիճակում ենք գտնվում։ Դա համար սիրելիներ, մեր փափագն է ամեն տերունական օր, երբ որ գալիս ենք Աստծո խոսքի շուրջ ենք մտորում, երբ որ Աստծո խոսքն ենք կարդում մեր տանը, փոքր խմբերում եւ այլն, ինչ անենք։ Աստված ճանաչողության մեջ ապճելով նմանվենք Քրիստոսին, նրա օրինակին։ Եվ սա պետք է լինի գործնական։ Եթե գործնականում այդ ամեն ինչը չի արտահայտվում, ինչ ուզում եք արեք։ Ամենալավ վարդապետներն եղեք եւ առավոտից իրգուն աղոթեք կամ խոսքը կարդացեք։ Եթե գործնականում այդ ամեն ինչը չկա, դառնալու եք փարիսեցի ու դպիր, ոչ մի բանով չեք տարբերվելու։ Նույնիսկ փրկության մեջ։ Փրկության մեջ էլ պարծենալու բան չունենք, ժողովուրդ։ Հենց սրա մասին եմ այսօր խոսելու, հասկանում եմ, որ այս թեման ինչ որ խոսելու եմ բավականին դժվար ընկալելի է, նույնիսկ որոշակի խմբի մարդկանց, եկեղեցիների կողմից, բայց այնուամենայնիվ այն ինչ որ խոսքն ասում է, չենք կարող կիսատ թողնենք մի կողմ եւ այլն եւ այլն։ Եվ հենց այսօր խոսելու ենք ինչպես է մարդը փրկվում։ Ըստ Աստծո խոսքի, ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոսն է ներկայացնում։ Դրա համար աղոթենք, որ իրապես Տերը մեր սիրտը պատրաստ անի, որ ոչ թե տրամաբանությամբ փորձենք այդ ամեն ինչը ընդունել,
մեր մտածածին հարմարացնենք, այլ ուղղակի ընդունենք այնպես, ինչպես որ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է։ Մինչև կանցնեմ բուն հատվածի ընթերցանությանը եւ ավելի սերտողությանը, մի պատմություն եմ ուզում պատմեմ, ճիշտ է, վստահելի չի այն առումով, որ 100%-ով չգիտենք, բայց այնուամենայնիվ ավանդության համաձայն ասում են, որ 19-րդ դարի Լոնդոնում հայտնի քարոզիչ Չարլզ Սպերժենը քայլում էր փողոցով եւ սյունից բռնված հարբած մի մեկը բղավում է, ասում է. «Պարոն Սպերջեն, դուք ինձ հիշում եք»։ Սպերջենը պատասխանում է, ասում է. «Ոչ, ինչու պետք է հիշեմ»։ Հարբածը հպարտորեն հայտարարում է, ասում է. «Ես ձեր քարոզի միջոցով փրկվածներից մեկն եմ»։ Սպերջենը տեղում արձագանքում է եւ ասում. «Այո, դուք պետք է որ իմը լինեք, քանի որ Տիրոջ փրկվածը չէր նմանվի այն վիճակին, որ հիմա գտնվում եք»։ Եկեք ինչ կա, այս պատմության տենց կարևոր ճշմարտությունը ընդգծում է, որ փրկությունը վերջի վերջո մարդու կամ որևիցե քարոզիչի գործը չէ եւ ոչ էլ պատկանելությունը չէ։ Փրկությունը Աստծո գործն է, որը որ կատարվում է նրա որդու միջոցով։ Եվ ողջ փառքը ուղղվում է միայն ու միայն իրեն։ Իսկ եթե փրկությունը մարդկանցից լիներ, այն կունենար նաև մարդկային արդյունքներ եւ որոշ առումով մարդկային փառք, մարդկային հպարտության տեղիք։ Բայց երբ այն Աստծուց է, այն բերում է ինչ? Նոր կյանք, փոփոխություն, իրական փոփոխություն, նոր սիրտ, իրական հանգստություն, իրական խաղաղություն Տիրոջ մեջ։ Ու հենց այս ճշմարտության շրջանակում ենք այսօր մտորելու։ Խնդրում եմ բացեք Մատթեոսի ավետարան 11-րդ գլուխ, կընթերցենք միասին 25-ից 30 համարները։ Մատթեոսի ավետարան 11, 25-ից 30։ Եթե դեմ չեք, եկեք ոտքի կանգնենք եւ Աստծո խոսքը ընթերցենք ոտքի կանգնած։ Մատթեոս 11, 25-ից 30։ Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հայր, երկնքի ու երկրի Տեր, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր եւ մանուկներին հայտնեցիր։ Այո, Հայր, որովհետեւ այդպես հաճելի եղավ քեզ։ Ամեն բան ինձ իմ հորից տրվեց, ոչ ոք որդուն չի ճանաչում, բացի հորից, եւ ոչ ոք հորը չի ճանաչում, բացի որդուց, եւ նրանից, ում որդին կուզենա հայտնել։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք ու ինձանից սովորեք, որովհետեւ ես հեզ եմ ու սրտով խոնար, եւ ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որտեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Աղոթենք։ Մեր Տեր, իրապես փառք ու գոհություն քեզ։ Շնորհակալ ենք ով Տեր, որ քո ողորմությամբ այցելություն ես արել ու փրկել ես մեզ։ Եվ այո, ոչ մի արժանիք չունեինք, Տեր, բայց դու քո կամքի համար քո ողորմությունը ցույց տվեցիր, քո շնորհքի միջոցով փրկություն տվեցիր, Տեր։ Ոստի աղոթում եմ ով Հայր, որ այս խոսքի սերտողության շրջանակում, Տեր, դու մեր սրտի հետ խոսես, որպեսզի խոնարհվենք քո մեծության առաջ եւ մեր հպարտությունից իջնենք։ Որովհետեւ այս ամենը մեր մասին չէ, այլ քո անվան ու քո փառքի համար է, Տեր։ Ոստի դու փառավորվիր խոսքիդ միջոցով եւ դու մեծարվիր։ Հիսուսի անունով, ամեն։ Նստեք, խնդրեմ։ Հիշեք մի ճշմարտություն, որ փրկությունը ոչ թե օրենքի գործերից է, այլ Տեր Հիսուս Քրիստոսից է։ Որևիցե մեկը, որևիցե օրենքի գործերի շրջանակում, Աստծո խոսքի որոշ պատվիրանելու պահելու շրջանակում չի կարող փրկվել։ Որովհետև որևիցե մեկը չկա, որ կարողանա նույնիսկ լիարժեք պահի այն օրենքներն ու կանոնները, որը որ Տերը տվել է։
Եթե կհիշեք, անցած կիրակի մենք միասին խոսում էինք, որ Տեր Հիսուս Քրիստոս հանդիմանեց 3 անհավատ քաղաքներին։ Հանդիմանեց Քորազինին, Բեթսայիդային եւ Կափառնայումին, որտեղ որ իր հրաշքների մեծ մասն էր արել։ Եվ մենք խոսեցինք, որ երբ որ նույնիսկ լինում են բազմաթիվ հրաշքներ, սա չի նշանակում, որ պարտադիր կերպով այդ հրաշքները տեսնելով մարդիկ ինչ են անելու, հավատալու են։ Դրա համար այն հասկացողությունը, որ երբ որ կտենամ կհավատամ, չի աշխատում։ Այդ քաղաքներում տեղի ունեցան հրաշքներ, որոնք որ համեմատած մնացած քաղաքների շատ մեծամասնությունն են։ Բայց այնուամենայնիվ այդ քաղաքները ինչ արեցին։ Մերժեցին Քրիստոսին։ Լսեցին Տեր Հիսուս Քրիստոսի քարոզները, այսինքն մենակ հրաշք չէր, ուսուցումել էր։ Ու նորից ինչ արեցին։ Մերժեցին։ Եվ կարող է հարց առաջանալ։ Կարող ենք ասել այդ դեպքում ինչու ոմանք հավատացին, իսկ ոմանք չհավատացին։ Ինչու օրինակի համար հարկահավաքները, հասարակ մարդիկ որոշ առումով ընդունեցին Քրիստոսին, բայց դպիրներն ու փարիսեցիները մերժեցին։ Կամ արդյոք Հիսուս Քրիստոս ձախողվեց իր առաքելության մեջ։ Գուցե այդքան էլ լավ քարոզիչ չէր, որ չապաշխարեցին։ Գուցե այդքան էլ լավ ճիշտ բառեր չօգտագործեց, ճիշտ մեթոդներ չօգտագործեց, որ չապաշխարեցին։ Եվ այս հարցի պատասխանը 25-ից 30 համարներում Տեր Հիսուս Քրիստոս շատ հստակ տալիս է։ Եվ նա ցույց է տալիս, որ փրկության վերաբերյալ կա 2 կարևոր ճշմարտություն, որ մենք էլ պետք է իմանանք։ Առաջինը, որ փրկությունը գալիս է Հոր սուվերեն կամքից։ Փրկությունը գալիս է Հոր սուվերեն կամքով։ 11-ից 20 11-րդ գլուխ 25-ից 26 համարները ուզում եմ եւս մեկ անգամ ընթերցենք։ Այդ ժամանակ Հիսուսն ասաց, երբ որ ասում եմ այդ ժամանակ Հիսուսն ասաց, այսինքն մենք տեսանք, որ բացահայտ կերպով ինչ արեց, հանդիմանեց քաղաքները, դատաստանը ներկայացրեց եւ դրանից հետո Տեր Հիսուս Քրիստոս շարունակում է իր խոսքը եւ հիմա մի կարևոր նյութի մասին պետք է խոսել, ինչի որտեվ արդեն ասացի, մարդկանց մոտ կարող է սխալ կամ թյուր տպավորություն առաջանա։ Հարցեր կարող էին առաջանալ, որին ի պատասխան Տեր Հիսուս Քրիստոս ինչ է անում, ասում է. Գոհություն եմ հայտնում քեզ, Հայր երկնքի ու երկրի Տեր, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր եւ մանուկներին հայտնեցիր։ Նախ եւ առաջ ինչպես է արտահայտվում Հոր սուվերեն կամքը։ Առաջինը, որ Աստված բացում է մարդկանց միտքը։ Աստված է, որ մարդու միտքը բացում է, որպեսզի այդ մարդը ի վիճակի լինել ինչ անելու, լսելու ու ընդունելու։ Դրա համար ամենասկզբում ասում է գոհություն եմ հայտնում քեզ Հայր, այդ Հայրը միայն երկնքի Հայրն է, չէ, երկրի ու երկնքի Տեր, մեկ ում որ լիարժեք ամեն բան իրեն է պատկանում։ Ես մի քանի անգամ կրկնել եմ, երբ որ խոսում ենք Աստծուց, պետք է հասկանանք մի բան։ Գոյություն ունի մեկ ճշմարիտ արարիչը, մնացածը արարվածներ են։ Ամեն ինչը։ Մարդիկ, հրեշտակները, դևերը, սատանան, մնացած ամեն բան ինչ որ մենք տեսնում ենք, բնությունը արարվածներ են, արարած են։ Աստված է, որ արարիչ է եւ ամեն բան պատկանում է իրեն։ Ոչ մի բան չկա, որ իր պատկանելությունից, իր Տեր լինելուց դուրս լինի։ Դրա համար Տեր Հիսուս Քրիստոս շնորհակալություն այդում ասում է շնորհակալ եմ Հայր, որ դու երկնքի եւ երկրի Տեր լինելով ինչ արեցիր։ Իմաստունների ու գիտուններից այս բաները ծածկեցիր։ Այս բաները ծածկեցիր։ Երբ որ ասում այս բաները ծածկեցիր, այստեղ հստակ տեսնում ենք, որ Աստծո գիտակցված գործողություն է։ Հիսուս չի ասում, որ մարդիկ պարզապես չհասկացան, չարացած էին, դրա համար չընդունեցին։ Չգիտեմ, ես ճիշտ բառերը չօգտագործեցի։ Նման բաներ չի ասում, ինչ է ասում։ Աստված այդ ճշմարտությունները չհայտնեց այս հպարտներին։ Ինչու եմ ասում հպարտներ, որտեղ ուշադրություն դարձեք, երբ որ ասում է, օրինակի համար ինչպիսի նկարագրություն է տալի այդ մարդիկ, ովքեր էին։ Իմաստուններից ու գիտուններից։
Ղուկասի ավետարանից եւս երկու տերմին կավելացնեմ այս տերմինաբանության շրջանակում։ Ղուկասի ավետարան 5-րդ գլուխ 31-32 համարներն եմ ուզում ընթերցեք, նայեք։ Հիսուս պատասխանեց նրանց, նույնիսկ փարիսեցիները այդ խնդիր ունեցան եւ այլն, որ բողոքում էին, ասում էին բաների, մաքսավորների հետ ես շփվում, մեղավորների հետ ես շփվում։ Ինչ է ասում։ Հիսուս պատասխանեց նրանց. առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ Ես չեմ եկել արդարները կանչելու, այլ մեղավորներին ապաշխարության։ Ուրեմն ինչ ենք տեսնում։ Կարծես թե կա առանձին մի խումբ իմաստուններ, գիտուններ, առողջներ եւ արդարներ։ Ինչ եք կարծում, այս տերմինաբանությունը հենց ուղիղ իմաստով պետք է հասկանանք։ Իրապես այդքան իմաստուն էին, իրապես այդքան գիտուն էին, առողջ էին, արդար էին, ոչ։ Իրենք էին իրենց այդ ձև համարում։ Իրենք էին ներկայանում այդ ձևի, որ մենք ինչ ենք, իմաստուն ենք, մեզ հեքիաթներ մի պատմեք։ Ու դա մենակ հրեաներին չէր վերաբերվում։ Հեթանոսներին նույնպես, հույները համարում էին իրանք ամենախելացին են, ամենալավն են, երբ որ Հիսուսի հարության մասին մտածին, ասին այս ինչ է խոսում։ Սիրում էին փիլիսոփայել, մեծ բաներից խոսել։ Եգիպտացիներին նայեք, եգիպտացիները նույնպես իրենց ավելի բարձր ազգ էին համարում, քան մնացածը։ Հրեաները իրանց համար սովորական մարդ չէին շփվում։ Այդ նույն բանը անում էին հրեաները։ Սամարացիները եւ հեթանոսները երկրորդ սորտի մարդիկ են։ Մենք ենք ամենախելացին, մենք ենք ամենաիմաստունը։ Գիտեք ում եմ հիշում։ Մեզ հայերից։ Ամենախելացի ազգն են։ Գիտեք, հայերն են հորինել էսի, հայերն են հորինել էնի։ Ու նայում ես ասում ես, լավ, եթե նույնիսկ ինչ որ մեկը ինչ որ բան էլ հորինել է, եւ ինչ կապ ունի այդ ուղիղ քեզ հետ։ Հա ինչ կապ ունի։ Նորից այս տրամաբանությունն է գալի, որ մենք սկսում ենք ինչ որ մեկին գտնել մեր մեջ, որը որ ինչ որ բանի է ասել, որպես ինչ անենք, իրան նման լինենք։ Դե ես Իրանից եմ, իր ազգից եմ, իր ցեղից եմ։ Վատ օրինակներ լիքը կարամ ասեմ ձեզ։ Հետևաբար ազգը չի կարա ինչ որ կերպով ասենք, որ մենք խելացին ենք, մենք լավն ենք եւ այլն։ Եվ այս տրամաբանությամբ հպարտությունը այն աստիճանա բարձրանում, որ ասում ենք, չէ, Տեր Հիսուս, դու սխալ ճանապարհով ես եկել։ Ես ինչ կա, հարի մենք քեզ նոր բան ցույց կտանք։ Մենք քեզ կսովորեցնենք, որն է ճշմարտությունը։ Մենք հայերս ինքներս մեզ հայտարարել ենք քրիստոնյաներ, մինչև Հիսուս Քրիստոսի նույնիսկ ծնվելը։ Խնդում եք, բայց ժողովուրդ, այս հպարտությունն է, որ մենք դրանով առաջնորդվում ենք, ու շատ դեպքերում այս հպարտությունը նաև մեր կյանքում է նստած։ Ում հայտնեց Աստված արքայությունը, ճշմարտությունը մանուկներին։ Նորից մանուկներ բառացի մի հասկացեք երեխաներին։ Մենք արդեն իսկ այս տերմինի մասին խոսել ենք, նրանք էին, ովքեր որ խոնար սրտով ընդունում էին Աստծուն։ Ուղղակի հասկանում էին, որ իրենք լիարժեք կախվածություն ունեն ումից Աստծուց, որևիցե բան չեն կարող անեն առանց Աստծո։ Մարդկանց կողմից համարվում են երկրորդ սորտի մարդիկ, ոչ պիտանի մարդիկ, բայց Աստված իր կամքի համեմատ ինչ արեց, որոշեց հայտնի այդ մարդկանց այդ ճշմարտությունը, բացի իրենց սիրտը, որպեսզի լսեն։ Կալվինը հետևել խոսքն է ասում է, մարդը երբեք չի հասկանա Աստծո արքայության խորհուրդները, մինչև որ Աստված չլուսավորի նրա միտքը։ Մինչև Աստված մեր միտքը, մեր սիրտը փոփոխության չենթարկի, մեզ համար Աստծո խոսքը հիմարություն է լինելու, հիմարություններ։ Ինչքան էլ որ մենք ասենք մեր Աստվածաշունչը եւ այլն, Ժողովուրդ ջան, Աստվածաշունչը աշխարհիկների համար է։ Այնքանով է մնում Աստվածաշունչ, որպես թալիսման։ Գիտեք թալիսմանն ինչ է։ Երբ որ ես գիրք ունեմ, մոտս եմ պահել, ինձ պաշտպանում է, ինձ օգնում է, բայց բոլոր մարդիկ, ովքեր որ իրապես նստեն սկսեն կարդալ, ասել են, ինչ հիմարություն է գրված։ Մի քանի համարներ եմ ուզում ընթերցեմ, որպեսզի պարզ լինի, շատ չեմ մանրանալու, որտեվ նորից եմ ասում, շատ հատվածներ կան, որոնք որ սրա մասին խոսում են, եւ մենք չենք ցանկանում ուղղակի ընդունել։ Մենք ուղղակի ասում ենք, լավ, դե գրված է, ուրեմն կարող է ուրիշ մեկնաբանություն կա եւ այլն։ Հովանու 6:44 Ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե նրան դեպի ինձ չբերի ով հայրը։
որն ինձ ուղարկեց եւ ես վերջին օրը հարություն կտամ նրանց։ Ով է տալիս Հիսուս Քրիստոսին հավատացյալներին։ Հայրն է, որ բերում է նրանց։ Նրանք չեն, որ գալիս են։ Նրանք մերժում են իրենց կարգավիճակով։ Առաջի Կորինթացիս 2:14, բայց ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծո հոգուց է, որովհետև սրանք նրա համար ինչ են։ Հիմարություն են։ Աշխարհիկ մարդու համար Աստծո խոսքը հիմարություն է։ Հիմարություն է, հեքիաթների շարան է։ Սկսված 5 կտականի բոլոր հրաշքներից բռնած, մինչև նոր կտականի շրջանակում։ Մեզ համար նորմալ է, որ մենք ասում ենք Մարիամից ծնվեց, կույս Մարիամից։ Ձեզ եմ հարցը տալիս։ Քանի անգամ եք տեսել, որ կույս կինը առանց տղամարդ իմանալու ծննդաբեր է։ Երբեք նման բան չի եղել, բացի Մարիամից, դրանից հետո երբեք նման մի դեպք չի եղել։ Դրա համար մարդիկ սենց բաներ նայում են, ասում են, «Էս ինչ հեքիաթների եք հավատում»։ Ինչ է նշանակում Մովսեսը կարմիր ծովը բացեց։ Ինչ է նշանակում մեռելը հարություն առավ, ինչ է նշանակում մահից հետո կյանք հավիտենական։ Այս ամեն ինչը այդ մարդկանց համար հիմարություն է։ Հետևաբար հիմարությանը իրենք իրենց կարգավիճակով երբեք չեն ուզելու, չեն հնազանդվելու, մինչև որ հայրը ինչ չանի, սրտները չբացի, չբերի։ Փրկությունը մեր խելքի արդյունքը չէ։ Ոչ ոք չի կարա պարծենա իր իմաստության, որ ես այսքան իմաստուն էի, խելացի, այ դրա համար հավատացի։ Կամ չի կարա ասել, այս քարոզիչը նենց գեղեցիկ կերպով բացատրեց, լրիվ ամեն ինչը տեղը ընկավ։ Չի ստացվելու ժողովուրդ։ Հոգևոր մարդն է, որ կարողանում է Աստծո խոսքը հոգով քննի եւ Սուրբ Հոգին բացում է մեզ եւ շատ բաներ այսօր էլ, եթե ինձ հարցեք, ես լիարժեք ձեզ չեմ կարա բացատրեմ։ Անկեղծ եմ ասում, որտեվ իմ մարդկային ուղեղը սահմանափակ է։ Եվ շատ բաներ ինչ ենք անում, հավատքով ընդունում ենք։ Դա համար Տեր Հիսուս Քրիստոս, երբ որ իրան մերժում են, չի բողոքում, ճիշտ է, դատաստանը տվեց, բայց շարունակում է։ Ասում է, Հայր, գոհություն եմ հայտնում քեզ, որ ինչ արեցիր։ Արքայությունդ, ճշմարտությունդ բացեցիր ում։ Մանուկներին, իսկ այն ճակերտավոր իմաստունները, խելացիները, այն ճակերտավոր առողջները, արդարները, իրենք իրենց տրամաբանությամբ են շարժվում, իրենք իրենց փառքն են փնտրում։ Երբ որ ավետարանում ենք, չպետք է ապավինենք մարդկային մեթոդների։ Մարդկային մեթոդները վատ չի։ Պետք է իմանանք տարբեր կերպերը, ինչպես ավետարանը քարոզենք, բայց մեթոդը չի փրկում։ Փրկողը Աստծո զորությունն է։ Աստված է, որ այցելություն է անում մարդու սիրտը բացում է։ Ես գիտեմ ով է փրկվելու, թե ով չի փրկվելու։ Ես չգիտեմ։ Իմ պատասխանատվության շրջանակի մեջ եմ մտնում իմանալ մեկը փրկվելու է, թե չի փրկվելու։ Ոչ, ժողովուրդ ջան, իմ պատասխանատվությունը մեկն է։ Հնազանդվեմ Աստծո խոսքին ու ավետարանը քարոզեմ։ Տերը ում որ պետք է կփրկի։ Մնացածը իմ գործը չի, բայց ես այս ամեն ինչը հասկանում եմ, որպես ինչ անեմ, խոնարհություն ունենամ։ Ասեմ, Տեր, ողջ փրկությունը, ողջ փառքը ում է պատկանում, քեզ է պատկանում։ Ում կամքի համեմատ է, մարդու տրամաբանությամբ, մարդու ցանկությամբ, այդ դեպքում ստացվում է, որ մարդը փրկվում է, թե ոչ։ Շարունակությունն ասում է, որ փրկությունը համապատասխանում է նրա բարի կամքին, ուշադրություն դարձեք 26 համարը։ Ասում է, այո Հայր, որովհետև այդպես, ինչ եղավ, հաճելի եղավ քեզ։ Այդպես քո կամքն էր, քո բարի ցանկությունն էր, որ այդպես եղավ։ Բարի հաճությունը Տեր, հաճելի կամքը Տեր, այդպես ցանկացար։ Ոչ թե մարդկային կամքի շրջանակում, ոչ թե մարդկային տրամաբանության շրջանակում, այլ Հայր, վարվեցիր այնպես, ինչպես որ դու ցանկացար։ Մենք ինչի ենք ուզում Աստծո այն գերիշխանությունը, որ ինքը ունի, այն իշխանությունը, որ ինքը ունի, ինչ անենք, իրանից վերցնենք եւ ասենք, չէ, այս հարցում Աստված գերիշխան չի։ Բոլոր հարցերում գերիշխան է, բայց այս հարցում չէ, Աստված չի խառնում։ Դա տվել է ողջ առումով մարդուն։ Կստացվեր, որ ողջ փառքը նորից չի պատկանում իրեն։ Այստեղ շատ հստակ է ասում, ես չեմ կարող ուրիշ բան գտնեմ, հասկանում եք։
Ես պետք է ծռեմ խոսքը, որպեսզի հարմարացնեմ։ Տեր Հիսուս Քրիստոսն է ասում, մեկնաբանությունը շատ պարզ է եւ հստակ է։ Եփեսացիս 1:5 մեզ նախասահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք։ Նորից ուշադրություն դարձեք, ում կամքի հաճության, ըստ իր կամքի հաճության, ըստ իր կամքի Տերը մի քանիսին նախասահմանեց, որպեսզի ինչ անի, տա Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի Քրիստոսն էլ իր ժամանակին այդ բոլորին ինչ անի, հարություն տա, դեպի փառքը տանի, ու այս ամեն ինչի մեջ նույնիսկ Տերն է փառավորվում։ Հռոմեացիս 9:16, նորից եմ ասում, շատ համարներ կա, ու այս ամեն մի հատվածը բավականին մանրակրկիտ Պողոս առաքյալը ներկայացնում է։ Ուրեմն ողորմությունը կախված չէ կամեցողից, ոչ էլ ջանք գործադրողից, ուշադրություն դարձնում եք, շատ հստակ է ասում։ Ողորմություն, եթե ինչ-որ մեկը ստանում է, կախված չէր ինչից, ողորմություն ստացողից կամ ինչ-որ մեկը, որ ինչ-որ ջանք է արել, որպեսզի դրան հասնի, այլումից, այլ Աստծուց, որ ողորմում է։ Հավատացյալը կարող է վստահ լինել իր փրկության մեջ, ինչ եք կարծում, կարա լինի, թե ոչ, կարա լինի, ինչու, որտև մեր հույսը հիմնված չէ մարդկային տրամաբանության կամ փիլիսոփայության վրա, մեր հույսը հիմնված է Աստծո անփոփոխ կամքի եւ խոսքի վերաբերյալ, որ եթե Տերը այցելություն է արել, վերստին ծնունդ է տվել, ուրեմն ես Տիրոջին եմ, Տիրոջ ձեռքերի մեջ եմ, ապահովություն ունեմ։ Այնպես չի լինելու, որ հիմա հետ եմ քաշվելու, փոշմանելու եմ եւ այլն, ինչի որտեվ ինձանից չի սկսվել, որ ինձանով էլ կախված լինի իմ փրկությունը։ Ուրեմն մեր հույսը հիմնված չէ կամքի ուժի վրա, այլ մեր հույսը Աստծո անփոփոխ կամքի վրա է հիմնված, որ ընտրելով հասցնելու է մեզ մինչև վերջ։ Ուրեմն այս բոլոր պարագայում ողջ փառքը ում ենք ուղղում, կարող է մի քիչ էլ մարդուն, չէ միայն ու միայն Աստծուն, որովհետև փրկությունը իր սուվերեն կամքն է, ողջ փրկությունը, ուրեմն առաջնային ճշմարտությունը սա է, ժողովուրդ ջան, ու սրա վրա ենք հիմնվում, սրանով ենք առաջ շարժում, սրանով ենք քարոզում, հասկանալով, որ այո, մարդկանց համար այս քարոզությունը հիմարություն է, բայց Տերը որոշների սիրտը բացում է, որպես այդ ճշմարտությունը ընդունելով իր արքայության մեջ մտնեն։ Աստված փրկում է իր սուվերեն բարի կամքով, բայց շարունակությունը նայեք երկրորդը, փրկությունը տրվում է միայն որդու միջոցով։ 27 համարի սկիզբը։ Ուշադրություն դարձեք Հիսուս Քրիստոս շարունակելով ինչ է ասում։ Ամեն բան ինձ իմ հորից տրվեց։ Ուշադրություն դարձեք, երբ որ Տեր Հիսուս Քրիստոս ներկայացրեց, որ փրկությունը, ողջ իշխանությունը պատկանում է հորը, հայրն է, որ բերում է դեպի մարդկանց, դեպի Տեր Հիսուս Քրիստոս, այս պարագայում ինչ է ասում Տեր Հիսուս, այդ իշխանությունը, որ ես ունեմ, ումից եմ ստացել, հորից եմ ստացել, ամեն բան ինձ իմ հորից տրվեց, հանձնվեց, վստահվեց, հորը հաճելի եղավ ամբողջ փրկագործությունը հանձնելու որդուն, Հովանու 3:35, հայրը սիրում է որդուն և ամեն բան նրա ձեռքն է տվել, Հովանու 17:2, ինչպես դու նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, այդպես էլ նա հավիտենական կյանք կտա բոլոր նրանց, ովքեր նրան հավատացին։ Մատթեոս 28-ը մի քանի անգամ կարդացել եմ, բայց ուզում եմ ամեն անգամ կարդամ, որպեսզի հասկանաք։ Մատթեոս ավետարանիչը մեզ տանում է դեպի այս կարևոր հասկացողությունը։ Հիսուս մոտեցավ եւ խոսեց նրանց հետ ու ասեց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա»։ Ում կողմից տրվեց։ Հորից տրվեց ամեն իշխանություն ու փրկության վերաբերյալ նույնպես։ Հովանու 14:6 Հիսուս նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով»։
Եթե ոչ իմ միջոցով։ Մակարտուրն ասում է, փրկության ողջ տնտեսությունը կենտրոնացված է Քրիստոսի մեջ։ Մարդը չի կարող շրջանցել որդուն եւ հասնել հորը։ Առանց Քրիստոսի փրկություն չկա։ Միակ ճանապարհը դա է։ Դե համար մեկ-մեկ մոտենում են, ասում են, բախր մուսուլմանները, բուդդիստները, հուդականները, հինդուիստները, մնացածները, բա ո՞նց է լինելու իրենց հարցը։ Ժողովուրդ ջան, ո՞նց է լինելու իրենց հարցը, ես իդ մեջ կավելացնեմ նոմինալ քրիստոնյաներին էլ։ Առանց Քրիստոսի այլ փրկության ճանապարհ չկա։ Եթե լիներ անկեղծ կասեի ձեզ, կամ Քրիստոս, կամ օրինակի համար գնացեք այլ ինչ որ գործողություն արեք։ Բայց եկեղեցին չի փրկում։ Մոմը չի փրկում, կապ չունի ինչքան մեծ է ու հաստ է, Գլենդելում մի մետրանոց սենց հաստությամբ մոմեր են վաճառում, բավականին թանկանոց։ Մկրտությունը ճակերտների մեջ կավելացնեմ նաև կնունքը չի փրկում։ Ուխտագնացությունը չի փրկում, առավոտից իրիկուն գնացեք բոլոր սրբավայրերը ճակերտավոր Հայաստանի։ Ընդեից մի իջեք, չի փրկում այդ ամեն ինչը։ Բարի գործերը նույնպես չեն փրկում։ Եղեք երկրագնդից վրա ամենաբարի անձնավորությունը, ձեր ամբողջ ունեցվածքը վաճառեք ու տվեք մարդկանց։ Դա էլ փրկության առիթ չի տա, հնարավորություն չի տալու։ Այլ փրկում է միայն ու միայն Հիսուս Քրիստոս, մեր Տերը եւ մեր փրկիչը։ Գործք առաքելոց 4:12 եւ ուրիշ ոչ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետեւ ուշադրություն դարձրեք։ Երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել։ Ուրիշ ճանապարհ, ուրիշ հնարավորություն չկա։ Կամ ընդունում եք Քրիստոսին, կամ խոստովանում եք ձեր մեղքերը Քրիստոսի առաջ, կամ էլ ինչ ենք անում, գնում ենք ապրում ենք մեր հպարտությամբ, մեր տրամաբանությամբ եւ վերջական արդյունքը արդեն ասել ենք, անցած կիրակի խոսեցինք։ Դատաստանն է ու վայ են մարդկանց, ովքեր որ Քրիստոսին ինչ են անում, մերժում են։ Նայեք, երբ որ մենք խոսում ենք, որ Աստծո սուվերեն կամքինն է վերաբերվում փրկությունը եւ նա այդ ամեն ինչը տվել է որդուն, դա չի ազատում մեզ պատասխանատվությունից, որտեղ եթե մեզ ազատեր պատասխանատվությունից, Տեր Հիսուս Քրիստոս չէր հանդիմանի այդ քաղաքները։ Կասեր դե հիմա ինչ անենք։ Ոչինչ, մյուս անգամ նորից կփորձենք կամ ուրիշ ինչ-որ մի բան, կամ իրանք ինչ մեղք ունեն, հայրը չտվեց։ Դա մեր շրջանակը չի, ժողովուրդ ջան։ Մենք այդտեղ չենք մտնում։ Ինչու՞։ Որովհետև մեր գործը դա չէ։ Մեր գործը ավետարանի քարոզելն է, ճշմարտությունը փոխանցելն է։ Ում Տերը որ փրկում է, իսկ ով որ ինչ անում, մերժում է Քրիստոսին, ինքն իր պատասխանատվությունն է կրում։ Հիմա դուք բոլորը այդտեղ նստած եք։ Տեր Հիսուս Քրիստոս ձեր տեղը չի հավատացել։ Դուք եք հավատացել, իսկ մինչև այդ դուք եք ինչ անում, մերժում։ Մեզ կարողությունն է տալիս հավատալու, մեր աչքերն է բացում Տերը։ Բայց երբ որ մերժում ենք, մենք ենք մերժում։ Եվ չենք կարող ասենք, դե Աստված է մերժե մեր տեղը, չէ՞, ժողովուրդ ջան, Աստված չի մերժե, մենք ենք մերժում։ Մենք ենք անհնազանդ։ Մեր համար է դա հիմարություն։ Եվ դրա համար էլ մարդը պատասխանատվություն է կրում։ 27-ի շարունակությունը։ Ոչ ոք հորը չի ճանաչում, բացի որդուց, եւ նրանից ուշադրություն դարձրեք։ Ում որդին կուզենա հայտնել, ուրեմն որդին հայտնում է հորը նրան, ում որ նա նորից կամենում է։ Ուշադրություն դարձնում եք։ Հայր Աստված այն իշխանությունը, որ կար փրկության, ողջ տվեց որդուն։ Եվ որդին նույնպես գործում է այնպես, ինչպես որ ինքն է ցանկանում։ Ինքն է ցանկանում, ասում է, որ որևիցե մեկը հորը չի ճանաչում։ Ինչու որտեղ որևիցե մարդ իրապես չել կարող ամբողջությամբ ճանաչի։ Բացի միայնումից որդուց։ Սա ցույց է տալիս եւս մեկ անգամ, որ Հիսուս Քրիստոս կատարյալ Աստված է։ Որտեղ միայն կատարյալ Աստված կարող է ճշմարտապես կատարելապես ճանաչի ում հորը։ Եթե Հիսուս Քրիստոս Աստված չլիներ, հորը չէր ճանաչի։ Բացի դրանից նաև ասում է, ում որ որդին ցանկանում է, նրան էլ ինչ անում, հայտնում է հորը։
Հիսուս հայտարարում է, որ ինքը աստվածային հայտնության աղբյուրն է։ Քրիստոսի միջոցով ենք ճանաչում Հորը։ Գիշեք անցած կիրակի նորից խոսեցինք Թովմասի մասին։ Նորից մինչև այդ դեպք կար Հիսուս Քրիստոսն ասում էր, որ ինչ արեք, պետք է ճանաչեք Հորը։ Եվ դրանից հետո Հիսուսին հարց են տալի, ասում են, ցույց տուր մեզ Հորը, որ տեսնենք։ Հիսուս հիշում եք ինչպես պատասխանեց։ Ասում է, այսքան ժամանակ ձեր մեջ էի ու չտեսաք, այսինքն ես իմ ներկայությամբ ինչ էի անում, ներկայացնում եմ Հորը։ Ներկայացնում եմ Հորը։ Եվ դրա համար փրկության միակ ճանապարհը Քրիստոսով է։ Հովաննում 1:18 Աստծո խոսքն ասում է, որ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հորը ծոցում է, նա է մեզ նրա մասին ինչ արել, հայտնել։ Նա է մեզ նրա մասին հայտնել։ Այստեղ ինչ ենք տեսնում նորից։ Որդու աստվածությունն ենք տեսնում, նրա բացարձակ իշխանությունն ենք տեսնում եւ փրկության բացառիկությունն ենք տեսնում։ Որ այս պայդրությամբ բացառիկ շնորհն է փրկելու Տեր Հիսուս Քրիստոսին է վերաբերվում։ Եվ նա ունի բացարձակ իշխանություն։ Մի եղբայր ասում է Քրիստոսից դուրս Աստծո մասին յուրաքանչյուր պատկերացում ինչ է, կեղծ է։ Մուսուլմաններն իրենց պատկերացումն ունեն Աստծո վերաբերյալ։ Մնացած ազգերը իրենց պատկերացումն ունեն։ Նույնիսկ մեր պատկերացումները Աստծո վերաբերյալ, եթե դուրս են Քրիստոսից, եթե դուրս են այն Աստված հայտնությունից, որ մենք ունենք, այդ ամեն ինչը ինչ է, կեղծ է։ Կգան մարդիկ ձեզ ու կներկայացնեն, կասեն հայր էս ձևինա, էս անում, այն անում։ Եթե այդ ամեն ինչը չի համապատասխանում Քրիստոսի սովորացրածին, Քրիստոսի օրինակին, ինչ արեք, մերժեք, որտեղ միակ աղբյուրը, որով որ մենք ճանաչեցինք Հորը, դա Քրիստոսն էր։ Ճշմարիտ Աստծուն հնարավոր չի ճանաչել առանց Քրիստոսի։ Բոլոր կրոնները տանում են այն տրամաբանությունը, որ բոլոր կրոնները տանում են դեպի նույն Աստված, ինչ է, սուտ է։ Ինձ մի քանի անգամ ասել են, դե ասում են ինչ տարբերություն, ռուսները Բոգ են ասում, կամ էս են ասում, մուսուլմանները իրանց Աստված, նույն մեկ է, մի Աստված կա, բոլորն են նույն Աստծուն են հավատում։ Չէ, ժողովուրդ ջան, բոլորն են նույն Աստծուն չեն հավատում։ Ես կասեմ ավելին, ինչքան անհավատ մարդ կա, այդքան էլ Աստված կա, ճակերտավոր, որովհետև ամեն մեկը իր տրամաբանության մեջ է իր Աստծուն հավատում։ Կամ մենք մի քիչ ուրիշ ձև ենք ասում։ Ես հավատում եմ որտեղ իմ մեջ, իմ սրտի մեջ, այսինքն քո սրտի մեջ, քո տրամաբանության մեջ մի հատ Աստված է ստեղծել, ու ասում ես իմ մեջ եմ հավատում ու վերջ, հա, քո մեջ ինչ որ Աստծուն ես հավատում, որը որ ճշմարտություն չի։ Ուրիշ մի բան էլ ասեմ։ Երբ որ ասում ենք Քրիստոսին, երբ որ պատկերացնենք Քրիստոսին, մեր պատկերացումները ինչպես են ստացվում, ինչի հիման վրա են ստացվում։ Չէ։ Մեծամասամբ գիտեք ինչ պատկերացումների վրա են։ Ֆիլմերի, մուլտֆիլմերի, դերասանների, մեր պատկերացած Քրիստոսը որոշ առումով ձևավորվել է որոշակի մուլտֆիլմների, ֆիլմերի վրա։ Եվ մարդիկ կան նույնիսկ այդ սրբապատկերները եւ այլն, որ պատկերացնում են, Քրիստոսին այդ ձև են պատկերացնում։ Ու դե բնական է, երբ որ տեսիլք են տեսնում, հայտնություն են տեսնում, այդ ձև էլ տեսնում են Քրիստոսին։ Բայց դա մեր պատկերացրած Քրիստոսն է, մեր նկարած Քրիստոսն է։ Որևիցե մեկը հիմա չունի պատկերը, նկարը, որ ասի, երբ որ Քրիստոս եկավ երկրից վրա, այս պատկերն ուներ։ Չունենք, ժողովուրդ ջան։ Մնացածը սաղ դերասաններ են, ֆիլմերից, ինչ որ բաներից առաջ եկած։ Եվ երբ որ մարդը սկսում է աղոթել արդեն այդ դերասանի պատկերին, այդ դերասանին է հետևում, դա է դառնում իր Հիսուսը։ Բայց այդ Հիսուսը չի համապատասխանում այն Հիսուսին, որ մենք տեսնում ենք։ Ուզում եք Հիսուսի պատկերը տեսնեք, Հայտնության գիրքը բացեք, կարդացեք։ Ու երբ որ Հայտնության գիրքը բացեք, կարդաք, տեսնեք Տեր Հիսուս Քրիստոսի պատկերը, կհասկանաք, որ այն բոլոր նկարագրությունները, որ մարդիկ տալիս են, զրո են, ոչ մի բան նման չի անգամ։ Մարդը ոչ միայն կարիք ունի տեղեկատվության, այլ նաև ինչ ունի, աստվածային ներգործության։
Տերը պետք է ներգործի մեր սրտում, այսև ասած վիրահատություն անի, որպեսզի մեր քարեղեն սիրտը բացվի եւ Տիրոջ խոսքը լսի։ Հակառակ դեպքում մենք նորից ինչ ենք անելու, մերժելու ենք։ Միայն Քրիստոսի մեջ է հոգու ճշմարիտ հանգստությունը, հիշեք։ Շարունակության մեջ 28-ից 30 համարներ ընթերցենք։ Դրանից հետո շարունակում է Հիսուս եւ ասում է. Այս համարը բավականին շատ է օգտագործված։ Ասում է. ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ։ Նայեք, նույնիսկ այս ամեն ինչ որ Տեր Հիսուս Քրիստոս ներկայացնում է փրկության սուվերենությունը, այս կանչը նորից բերում է մի բանի, որ մենք կանչված ենք ինչ անելու, բոլորին հրավիրելու, բոլորին ասելու եկեք դեպի Տերը։ Մեր պատասխանատվությունը սա է, այս շրջանակն է, որ Տեր Հիսուս Քրիստոս ինչ է ասում, հրավեր է տալիս, հրամայական հրավեր է տալիս, եկեք ինձ մոտ, ովքեր էին գալիս իր մոտ, մանուկները, ովքեր որ հասկանում էին, որ այս ծանրաբեռնվածության մեջ, այս մեղքի բեռի, այս օրենքների, այս փարիսեցիների ստեղծած հավելյալ բեռի այդ ճկրման, այդ ազատագրման միակ փրկությունը, միակ միջոցը ով է, Հիսուս Քրիստոսն է։ Երբ որ ասում է հոգնածներ ու բեռնավորվածներ, այսինքն հոգնած լինել ծանր աշխատանքից։ Այսօր հետաքրքիր էր, այդ խոսում ենք հոգնած լինելուց Հոբի գրքի։ Հենց այդ հոգնած մարդ, այսինքն նրանք ովքեր որ էլ ուրիշ բան չունեն անելու, այսինքն էլ ուժ չունեն ուրիշ ոչ մի բանի։ Իսկ ծանրաբեռնված են, այսինքն այդ բեռի տակ ինչ են, ճնշված են։ Օրենքներ, էսի պահի, էսի արա, ու դու այդ ամեն ինչի մոտ չի ստացվում, ու այդ ամեն ինչը հավելյալ, սենց ասած բանա վրետ ավելացնում, ինչ ծանրաբեռնվածություն, ու Տեր Հիսուսն ինչ է ասում։ Ինձ մոտ եկեք։ Այլ ճանապարհ չկա, ինձ մոտ եկեք եւ հանգստություն եք գտնելու։ Այստեղ խոսքը նորից դժվարությունների կյանքի դժվարությունների միայն մասին չէր։ Օրինապաշտության մասին, խղճի ծանրության մասին է, որ գաք ու Քրիստոսի մեջ հանգստություն գտնեք։ Ես հանգիստ կտամ։ Հանգիստ տալ, ինչ անել, թարմացնել, վերականգնել։ Այս խոսքը հիշեցնում է Երեմիա 6:16-ը։ Ասում է, այսպես է ասում Տերը, կանգնեք ճանապարհներին ու նայեք ու հարցրեք վաղեմի ճանապարհների մասին, թե արդյոք որն է լավ ուղին, նրանով ընթացեք։ Որն է լավ ուղին, դեպի Տերը։ Ու ասում է, եւ դուք ձեր հոգիների համար հանգստություն կգտնեք։ Բայց նրանք ասացին, նրանում չենք ընթանում։ Շատ մարդկանց էլ այսօր ասում ենք, եկեք դեպի Քրիստոս, ասում են, Ժորժ ջան, վազանցի։ Մենք մեր ճանապարհն ունենք, մենք մեր հավատքն ունենք։ Ինչով է տարբերվում Տեր Հիսուս Քրիստոսի այս կանչը։ Տեր Հիսուսն ասում է, ինչի իմ անվրա եմ ձեզ հանգստություն տալու, որովհետև իմ լուծը ինչ է, իմ լուծը վերցրեք եւ ես հեզ եմ ու սրտով խոնար։ Նայեք, երբ որ ասում է լուծ, այդ լուծը դրվում էր եզների վրա, այսինքն ամեն մի եզի համար համապատասխանաբար այդ փայտն էր տրվում, որպեսի ինչ աներ, այն հետևի ինչ որ դնում էին, այդ ամեն ինչը տաներ, քաշեր։ Հիմա այս պարագայում Տեր Հիսուս Քրիստոսն ասում է ինչ արեք, իմ լուծը վերցրեք։ Հիսուսի լուծը աշխարհի այն ստրկությունը չի, որով որ աշխարհը կապում է մարդուն։ Հիսուսի լուծը իր աշակերտ դառնալն է։ Այն օրինակին հետևելն է, որ Տեր Հիսուս Քրիստոս տվել է։ Չնայած որ նույնիսկ երբ որ ասում ենք ծառա բառը, նորից ստրկություն բառն է, ուղղակի տարբերություն կա։ Աշխարհի ստրկությունը տանելու է դեպի կործանման։ Քրիստոսի ստրուկը լինելը տանելու է դեպի փրկություն։ Տանելու է դեպի ազատագրում։ Իմ լուծս քաղցր է, այսինքն բարի է, օգտակար է, բարեհաճ է։ Քրիստոսի իշխանությունը ճնշող չի։
Հովանու 5:3 ասում է, որովհետև սա է Աստծո սերը, որ պահենք նրա պատվիրանները ծանր չեն։ Ինչի որտև Քրիստոսով ենք։ Արդեն նոր փափագ ունենք, մենք ինքներս ենք ուզում այդ օրենքը պահենք։ Ինչի որտև Քրիստոսի զավակն ենք։ Արդեն Տերը փոխել է մեզ։ Դա հակառակ մի բան չի։ Դա այն է, ինչի մեջ որ մենք ուզում ենք լինենք։ Եթե իրապես Տիրոջինն ենք։ Աշխարհի խոստացված հանգիստը ոչ թե հանգիստ է բերում, այլ հոգսեր ավելի բերում։ Փողը հիշեք, երբեք հանգիստ չի տալու։ Կրոնը հանգիստ չի տալիս։ Փիլիսոփայությունը հանգիստ չի տալիս։ Ինքնակատարելագործումը նորից հանգիստ չի տալիս։ Իսկ Քրիստոսն ասում է ինչ արեք։ Ինձ մոտ եկեք։ Ինձ մոտ եկեք։ Օգոստինոսը հետևալ խոսքերն է ասել, մեր սրտերը անհանգիստ են, մինչև որ հանգստանան քեզանում։ Քո մեջ ենք այդ հանգստությունը գտնելու։ Մինչև այդ փափագ ունենք ինչ անելու քեզ հետ հանդիպելու։ Միայն քո մեջ ունենք այդ հանգստությունը, միայն Տեր քո մեջ ունենք այդ խաղաղությունը։ Եզրահանգում վերջիվերջո կամ կընդունենք նորից, կամ մերժում ենք։ Փրկությունը սկսվում է հոր սուվերեն կամքով։ Մարդկային տրամաբանությամբ չի, մարդկային գործերով չի, որպեսզի որևիցե մեկը չպարծենա։ Կամ ընդունում ենք, կամ մերժում ենք, սա է իրականությունը։ Եվ փրկությունը տրվում է միայն որդու միջոցով։ Դա այն ողջ իշխանությունը, որ տրվեց։ Ուստի հարցը վերջիվերջո սա է. ինչ կարող եմ անել, որ արժանանամ փրկության։ Պատասխանը ոչ մի բան չեմ կարող անել։ Ոչ մի բան չեմ կարող անել։ Միայն Քրիստոսով է փրկությունը, որտեղ նա խոստում տվեց, ասեց ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ ինչ կտամ, հանգստություն կտամ։ Հանգստություն փնտրեք Տիրոջ մեջ։ Թե անհավատները միայն Քրիստոսի մեջ հանգստություն ու փրկություն կգտնեն եւ մենք որպես հավատացյալներ նորից մեր հանգստությունը գտնում ենք ում մեջ Տեր Հիսուս Քրիստոսի։ Այլ միջոց չունենք։ Մեր փափագը, մեր ցանկությունը Քրիստոսն է, որտեղ նա մեզ փրկեց ու ողջ փառքը իրեն է։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված իրապես ոչ փառք ու գոհությունը բարձրացնում ենք դեպի քեզ։ Որտեվ թեև չգիտենք, թե ինչի համար մեզ ընտրեցիր, ինչի համար մեզ փրկեցիր, բայց շնորհակալ ենք Տեր, որ քո ողորմությունն ու քո գութը ցույց տվեցիր։ Եվ սա եւս մեկ անգամ մեզ պետք է խոնարհեցնի, որ քո առաջ գանք այն գոհունակ սրտով եւ խոնարհությամբ եւ ասենք Տեր, իրապես ողջ փառքը քեզ է ուղված։ Մեր գործերով չփրկվեցինք, մեր իմաստությամբ չփրկվեցինք, մեր լավ լինելով չփրկվեցինք, այլ քո միջոցով, քո որդու միջոցով, նրա թափված արյան միջոցով, որ մեր մեղքերին թողություն տվեցիր եւ ներում շնորհեցիր։ Աղոթում եմ ով Տեր, որ այստեղ գտնվող ամեն մեկին այցելություն անես Տեր։ Եթե մարդիկ կան, որ մինչև հիմա դեռևս չեն ճաշակել քեզ, չեն ճանաչել քեզ, չեն ընդունել քո ողորմությունն ու ներումը, Տեր, դու ողորմիր այցելություն արա սիրտը բացի մարդկանց, որպեսզի այս խոսքը դիպչի այդ մարդկանց ու քո զավակը դառնան։ Իրենց մեղքերը խոստովանելով գան քո առաջ եւ վայելեն այն փրկությունը, որ դու տալիս ես ձրիաբար։ Աղոթում եմ նաեւ բոլոր քո եկեղեցու համար, Տեր, որ մեզ միաբանես։ Օգնես, որ ներող սիրտ ունենանք, Տեր, եւ քո առաջ գանք, որովհետեւ ինչպես որ դու ներեցիր, նաեւ պատվիրեցիր, որ մենք ներենք, Տեր։ Որովհետեւ նորից երբ թշնամի էինք, դու մեզ սիրեցիր։ Եվ հետեւաբար մենք էլ պարտավոր ենք վարվել այնպես, ինչպես որ դու ես կամենում, Տեր։ Օգնի իրապես, որ քո փառքը փնտրենք ու քեզ մեծարենք։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։